Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր իմ հյուրը Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է։ Պարոն Մանուկյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից ինտիմ բացահայտումներով է զբաղված։ Նա գրառում արեց նախ սրբազաններից մեկի իր քեռու կնոջ հետ շնանալու հետ կապված, ավելի վատ, ավելի կոպիտ, ոչ եթերային բառապաշարով։ Այդ գրառումը պարզապես շոկի ենթարկեց հայ հանրությանը, ոչ միայն եկեղեցականներին եւ հոգեվոր դասին։ Հետո նա բացատրեց իր գրառումը, այսպես ասած, հանրային շահով, որ հանրությունը իրավունք ունի իմանալ, թե եպիսկոպոսած դասից ով է իսկապես ուսակրոնության ուխտին հավատարիմ եւ ով է դրժել այդ ուխտը։ Ձեր կարծիքով Փաշինյանին ինչու է սկսել հետաքրքրել, թե ով ում հետ է քնում, ինչու է քնում, ով հավատարիմ է այդ ուխտին, թե ոչ։ Իրականում ձեր ձևակերպման հետ բացահայտում արեց համաձայն չեմ։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը հայկական ժամանակ թերթի չկայացած խմբագրի իր ամպլուայի մեջ էր, որ առավոտվանից գիշեր կեղծ լուրերով հազար ու մի տեսակ ցեխարձակումներով տարբեր մարդկանց, քաղաքական գործիչների, բիզնես ստրուկտուրաների, տարբեր մարդկանց վրա ցեխարձակումներ էր իրականացնում, դրանով փող էր աշխատում։ Հիմա չեմ կարծում, որ եկեղեցուց փող է ակնկալում, բայց կանխապատված ծրագրավորված հարձակում էր, այս 7 տարվա տարբեր թիրախներով հարձակումների մեջ եկեղեցին միշտ իր առանձնահատուկ դերն է ունեցել Փաշինյանի համար եւ այդ հարձակումն էր։ Համաձայն չեմ մեր այն բոլոր հայրենակիցների հետ, որ առավոտվանից գրում են, վայ, դեղերը բերեք, Նիկոլը խմած է, թե դեղերը չի ընդունել, չէ։ Սրբազանն էլ այդպես արձագանքեց ընդ որում, ասես բժշկան չեք, դեղերը հարցրեք։ Չէ, այդպես չի։ Իհարկե երբեմն այդ բաները լինում է ազգային ժողովում, բայց հետևողական քայլ մտածված գործողություններ են, որ արշավ է մայրաթորի դեմ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ եւ վեհափառի դեմ։ Կազմակերպված արշավ էր, պատահական չէր, տեսեք, երեք ամբողջ օրը այդ ցեխարձակումները շիզոֆրենիկ բաներն էր, բայց զուգահեռ երեք Գարեգին վեհափառը Շվեյցարիայում մեծ միջազգային համաժողովում խոսում էր Արցախի ոչնչացող պատմամշակութային հուշարձանների մասին։ Պատահական չի, երեք ու այսօր առավոտվանից էլի սկսել է։ Էլի հարձակումներ մայրաթորի դեմ, վեհափառի դեմ ու զուգահեռ այս օրերին Ադրբեջանի ղեկավարությունը, Ալաշուքյոն Փաշազադեն հարձակումներ են գործում հայ առաքելական եկեղեցու դեմ։ Եվ սինխրոնացված է եւ նաեւ տարբեր թեմաներով ներհայաստանյան պառակտման մեջ նոր մի պառակտման փորձ է, որ կատարվում է այդ ատելությունը, որը կա ամեն ինչի նկատմամբ, բոլորի նկատմամբ։ Ես իր գիրքը բարեբախտաբար չեմ կարդացել, ինչ որ հատվածներ աչքովս են ընկել, այդ շնացած վիճակը, այդ հոգեբանությունը, ապրելակերպ իր համար աշխարհայացք է։ Դա է դրա մասին վկայում, բայց այսօր առավոտյան իմ կարծիքով նա բացահայտեց այս ամբողջ գրառումների նպատակը ի վերջո որն է, կաթողիկոսին գահընկեց աներն է ըստ էության նպատակը, որովհետև գրառում արեց, ասաց, որ կաթողիկոսը պետք է բարևարկություն անցնի, պետք է հայազգը ընտրի կաթողիկոսի, մոտավորապես այսպեսի, ես կարող եմ մեջբերել, հա։ Չէ, եկեք բառաց մեջբերումներ չանենք, էլի Նիկոլից։ Ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում Հայաստանի Հանրապետությունը։ Այդ տղեն իրան պապ թագավոր է կարծում։ Լրի պապ թագավորի ամպլուայի մեջ է, ես պատմեմ մի պատմություն։ Իրականում սա առաջի տարին չի, երկրորդ տարին չի։ 18 թվական, կարծեմ հունիս թե հուլիս ամիս Նիկոլ Փաշինյանը գնում է մայրաթոր։ Եպիսկոպոսած դասի վեհափառի հետ հանդիպմանն է, ու մեկ է սկսում է պապ թագավորից խոսել։ Այդտեղ իմ համար շատ սիրելի Արշակ Սրբազանի նյարդերը տեղի են տալիս, ոչ թե նյարդերը տեղի են տալիս, այլ այդ իր ամպլուայի մեջ Արշակ Սրբազանը սկսում է դասախոսություն կարդալ Նիկոլի համար պապ թագավորի իրական կերպարի, իրական պատմության մասին։ Եվ այս բոլոր տարիներին այդ
պապ թագավորի ամպլուայի մեջ ամեն ինչ փշրելու, քանդելու եւ նաեւ այդ բարոյական պապ թագավորի կերպարով շարունակում է գործել։ Կրկնում եմ, միջակ խմբագրի վիճակ է, 7 անգամ իր ներկայացավ ազգային ժողովում, ասա մի տեսակ է այդ լրագրողի խմբագրի տեսակը, որը ամեն ինչից մի քիչ գիտի, ինքը գիտի ամեն ինչը գիտի։ Հասել է այնտեղ, որ վեհապարին գաղանկեց անելու, նոր վեհապար ընտրելու ու Հայաստանի Հանրապետությունը պետք է ասի իր խոսքը։ Հայաստանի Հանրապետությունը սրանք բերել հասցրել են Ադրբեջանի ասածները կրկնող կարգավիճակում։ Ադրբեջանը պետք է ասի, Ալաշուկյուր Փաշազադեն պետք է իր խոսքը ասի վեհապարի ընտրության կամ գաղանկեցության։ Բայց կրկնում եմ, սա գժական չի, սա դեղի պակաս չի, հետևողական աշխատանք է։ Նոր Ցավոք Հայաստան, նոր սրտի, կաթողիկոս շարժումն է շարունակվում։ այո, ցավոք սրտի շատ եմ ցավում այս անցնող տարիների համար։ 2018 թվականը, եթե չեմ սխալվում, ամռան վերջ աշնան սկիզբ էր, վեհապարի մոտ ընդունելության ենք տարբեր լրատվամիջոցների ղեկավարներ, շատ ջերմ զրույց էր, Նիկոլ Փաշինյանի աստվածածան շրջան։ Ու այդ ժամանակ առաջին անգամ վեհապարի առաջ հարց դրեցինք, որ աղանդավորական ինչ-որ բան ենք նկատում Նիկոլի մեջ։ Իհարկե, ասած չեմ կարծում, որքան տեղյակ եմ կիննել է հայ առաքելական եկեղեցու հետևորդ բան, բայց այդ աղանդավորությունը մինչև հիմա գնացել է։ Դա մի բան ասեմ։ Իհարկե պատասխանը չունեմ։ Էգ, տարիներ շարունակ Նիկոլը պարբերաբար ինչ-որ սաղմոսներից մեջբերումներ է անում։ Այսօր էլ է մեջ բերել։ Մի բանի վրա կառաջարկեմ ուշադրություն դարձնեն լրագրողները կամ հանրությունը։ Ամեն անգամ որ սաղմոսից մեջբերում անում եւ որ սաղմոսն է, թող բացեն այրաթորի տպագրված որևէ աստվածաշունչ եւ համեմատը։ Տարբերություն կա։ Մեկ թվի տարբերությունը հոգեվոր հայրերի հետ քննարկումներով իրենք միշտ ասում են, որ կամ բողոքական եկեղեցու աստվածաշնչից է օգտվում, որտեղ մի թվի տարբերություն կա սաղմոսների, կամ այլ եկեղեցու հետևորդի այդ գործելակերպը։ Հասկանալի է։ Բայց առիթից օգտվելը բոլորի կոչ կանեմ, Նիկոլից մեջբերում մի արեք, քննադատեք, report արեք, բայց մեջբերում մի արեք, մի տարածեք։ Առանց ճշգրիտ մեջբերման հնարավոր չէ ամբողջությամբ իր բոլոր երանգներով եւ շերտերով արտացոլել։ Իրենց ուզած է դա, իրենք 2 օր է լրահոսի պիկին է։ Իրենց ամբողջ տանիք դուք օրակարգ չեք ստեղծում, Փաշինյանն է ստեղծում օրակարգը։ Շատ ավելի լուրջ օրակարգ են կա, բայց իրանք հաճույքը դա է։ Ես տարբեր առիթներով ասում, իսկ մի օր իրանք տան վիճակն են նկարելու, երբ որ իրանք տեսնեն, որ այդ օր օրակարգից դուրս է մի բան պետք է անեն։ Տան վիճակը արդեն նկարել է։ Բայց Օվերտոնի պատուանի նոր պատուան բացվեց։ Մայրաթորի դեմ, վեհապարի դեմ, հայ առաքելական եկեղեցու դեմ, մի 10 օր առաջ լրիվ ուրիշ թեմա էր, 20 օր առաջ ուրիշ թեմա էր, բայց Օվերտոնի հասկանալի է, պարոն Մանուկյան, մարդը օրակարգեր է ստեղծում, այսպես գցում է թեման հասարակության մեջ, գզում են այդ թեման, վերջացնում են, մի նոր թեմա է գցում, այսպես ասած, բայց այստեղ լուրջ խնդրի առաջ ենք մենք կանգնած։ Եկեղեցին մեր հիմնասյուներից մեկն է, ու երբ որ վեհապարին գաղանկեց անելու կոչ է հնչում, ասենք կարող է Փաշինյանին թվում է, թե բան է, ԿՊ-ի պատգամավորները այսպես մի կնոպկով պիտի նոր կաթողիկոս ընտրեն։ Պարզ Դե իր կարծիքով ահավորը մեկ ուրիշ բան է։ Այսինքն իր խոսալուց հետո այն ծառայամիտ մի քանի ԿՊ-ական կանցը թութակի պես նույնը կրկնում են։ Երկրորդ բաժինը կա։ Այդ կառավարությունը նստած է լուրջ մարդիկ են, Նիկոլից առաջ եղել են բազմաթիվ մեծ կառույցների ղեկավարներ, բարձր պաշտոնյաներ, այսինքն իրանք չեն ամաչում։ Այդ մյուս պատգամավորները ԿՊ, լավ իրանք չեն ամաչում։ Մի քանի ամիս առաջ Միրոն օր ներքեր եկել են այնպես խոնարհումով, բանով, իրանք չեն ամաչում, բայց նաև Երևանից գիտեք ինչ կտավ եմ հիշում, Սուրենյանցի Խրիմյան հայրիկի կտավը, որտեղ Խրիմյան հայրիկն է նստած, գետինը ծրար, ցարի հրովարտակն է, վանքապատկան գույքերի գրավման, մերժվեց հայ առաքելականի եկեղեցու կողմից եւ ամբողջ Կովկասով սկսեց կռի։
Դաշնակցությունը իր ամբողջ մարտական ուժով, նույնիսկ Արևմտյան Հայաստանից խմբեր Կովկաս տեղափոխելով, կռիվ տվեց հայ առաքելական եկեղեցու, իրականում հայ ժողովրդի գույքի ունեցվածքի ու արժանապատվության համար։ Այտենց Նիկոլի նմանները չեն եկել, գնացել են, ցարեր ու սուլթաններն եկել գնացել, նենց սելջուկներն եկել գնացել, հայ առաքելական եկեղեցին մնացել է։ Ամբողջ խնդիրն է, որ այս իշխանականները ասում են, որ Գարեգին երկրորդը Խրիմյան հայրիկ չէ, ու արդեն մտել են մարդու անկողին, ով ում հետ է քնում, ով ինչի է քնում, հասկանում եք, ասեք, այս մակարդակի է։ Այն Նիկոլ Փաշինյանը դատավորների համար էր ասես, շնաբարը դուրս բրծուկներ։ Այո։ Հա։ Չգիտեմ ինչի է դի հիշեցի։ Պարոն Մանուկյան, արդեն այսօր առավոտյան Միքայել Սրբազանի խոսքերն է մեջ բերել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Միքայել Սրբազանը ասել էր, այդ պորոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել։ Ու Փաշինյանը սրանից եզրակացրել է, այս սրբապիղծները փաստորեն մեծ պահքն էլ չեն պահում։ Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից, այլ տարբերակ չկա։ Մանիպուլյատոր էլի։ Սրբազանի ասածը լրիվ ուրիշ բան։ Բա հենց այդ ամբողջ խնդիրը։ Ինքը վերագրել է, որ փաստորեն առանց կնոջ չեն էլ ապրել, չեն կարող։ Դրա նորություն է Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները։ Առատված գիշեր այդ մանիպուլյացիաները։ Դրա նորություն է։ Չէ, սովորական բան է իր համար։ Բայց կրկնում եմ, հետևողական քաղաքականությունը։ Պարոն Մանուկյան, միջև այս անկողնային թեմաներին, ինտիմ թեմաներին անդրադառնալը սա սկսեց կառավարության նիստից նախորդիվ, երբ որ հայտարարեց, որ մեր եկեղեցիները ճուլանի են վերածված, ով ինչ անպետք իր ունի, կովեր, չգիտեմ ինչեր տանում լցնում են այնտեղ, խորհրդանոց են եւ այլն, ու դրա նկարները սկսեցին տարածել իր նախարարները, տարբեր, պրոիշխանական գործիչները, տարածեցին ինչ որ տարբեր մադուրներում, կարծեմ Սուրբ Գայանե եկեղեցուց մի երկու ավել էր նկարներ, միտեղ կովեր էին, չգիտեմ որտեղ Պապոյաններ նկար հրապարակել, այսինքն սրանով ուզում են ապացուցել, որ մեր եկեղեցիներն էլ ըստ էության նորմալ չեն պահվում, բանի պիտանի չէ, ինչ են ուզում ասել։ Շատ մտածված բան է։ Ի վերջո իշխանության ինչու են մեղադրում։ Ասում են հարյուրավոր եկեղեցիներ Արցախում թողեցիք թշնամուն։ Ու այդ նույն տրամաբանության դեպ, եթե Հայաստանում այս վիճակն է եկեղեցիների ինչ տարբերությունն է, նրանք էին, սրանք էին, այդ նույն տրամաբանության մեջ է։ Կրկնում եմ, դեր հասարակական նոր ջրբաժան ճեղքում առաջացնելու, բայց դրա պատասխանը պետք է լինի այն, ինչ որ եղավ 20 թվականի կամ 21 թվականի սկիզբներ, երբ որ ինչ որ արկածախնդիրներ հայտարարեցին, որ խանգարելի է վեհապարին պատարակ մատուցել։ Ես հիշում եմ այդ օրը Սուրբ Գայանե եկեղեցի ու շրջակայքը Մայրաթորի այդ ամբողջ տարածքում ինչ էր կատարում։ Հազարավոր մեր հավատացյալներ հավաքվել էին այնտեղ։ Հազարավոր հավատացյալներ։ Ինչու երեկվանից դա չեղավ։ Երեկվանից դա կա։ Երեկվանից դա կա։ Չէ, Facebook-ում չի։ Համացանցում է, պարոն։ Չէ։ Վաղը ցանկացած եկեղեցի մտեք պատարակի։ Ցանկացած եկեղեցի, ես քարակյորի Սուրբ Հակոբ եկեղեցում եմ պատկերացնում, այդ մեր հայրենակիցներ, որ ամեն կիրակի Սուրբ Հակոբում պատարակի է, վաղը էլեկտրականացված է դա լինելու։ Հա, բայց Մայրաթորից այս պահի դրությամբ, երբ որ մենք նկարահանում ենք անում, որևէ արձագանք չեղավ։ Եղան Մայրաթորը իրականում վեհապարը երկու օրեր զբաղված էր շատ ավելի մեծ համազգային կարևոր խնդրով։ Հələ կգա ու կասի, հա, կարծում եք։ Ենթադրում եմ, որ այո։ Իր խոսքը։ Ենթադրում եմ, այո։ Իսկ ինչ պիտի լինի, որ համարժեք լինի այս ասածին։ Համարժեքը հոտն է, հավատացյալներն են, քաղաքացիներն են, քաղաքական ուժերն են, քաղաքական գործիչներն են, հասարակական գործիչներն են, մշակութային գործիչներն են, ծպտունը չես լսում, ծպտունը չես լսում ոչ մեկի։ Բա քաղաքական գործիչների ձեր ձայնը երեկվանից լսելի է։ Որտեղ։ Այսինքն ոչ թե երեկվանից, նախորդ օրերին, նախորդ տարիներին որևէ վարքյան չի դադարել։ Որևէ վարքյան չի դադարել։ Խոսելու մակարդակով։ Չէ, գործելու մակարդակով։ Եթե դες թողա Մաուզերն առած պետք է իշտենք փողոցներ, չէ, այդպես։ Այդ կռիվը տալիս ենք մինչև։ Ազգային ժողովում դրա օրինակներից մեկը մայիս 28-ի Սարդարաբադն էր այդ կռիվը։ Որ Սարդարաբադյան հաղթանակի խորհուրդը այդ պաշտոնական արարողության այդ
ծվծվոցը չէր, որ վերջապես մենք ինքնիշխանություն ենք։ Սարդարապետյան խորհուրդը Հայաստան խմբակցություն, Հայ-Հեղափոխական դաշնակցություն ամբողջությամբ վերարտադրեցին են մեծ ուխտագնացություն միջոցառումը, որ եղավ Սարդարապետում, օրինակ։ Եվ խորհրդարանում, եւ խորհրդարանից դուրս։ Ինչ փոխեց դա մեր քաղաքացիների կյանքում, պարոն Մանուկյան, որովհետեւ մեզ նաեւ ձեզ շատ են մեղադրում։ Փոփոխությունը դուք նյութականացած եք պատկերացնում, միգուցե նյութական փոփոխություն չեղավ, Հոգևոր առումով։ բայց հոգևոր առումով նույնիսկ այդ արարողությունը, այդ խորհուրդները, որ կան, մարդկանց մեջ մի ինչ որ տեղ մտածելու տեղ տվին, ինչ որ բանով ազդեցին, շատերին վրա ազդեց փաստը, որ տասնյակ երիտասարդներ այսօր դաշնակցության շարքերն են գալիս։ Մեր շարքերի վրա լուրջ հոգեբանական ազդեցություն, որտեղ իրականում այս ինֆորմացիոն գրողների ահաբեկչության արդյունքում երբեմն մարդիկ կան պայքարի մեջ, որ ընկրկում են։ Իրենց թվում է այդ ամբողջ ինֆորմացիոն տերորը, որ Նիկոլի շուրջ կա, Նիկոլով կա, իրաց պոակով կա, վայ տեսեք դիմավորում են բան, ընդդիմության տոկոսներն էլ քիչ է, ես զգում եմ, որ երբեմն այդ պարտության զգացումն է, ու կռիվս շատ հաճախ մեր նաև շրջանակում, մեր զինակիցների, ոչ միայն դաշնակցական, որ ապեր ամեն օր առավոտվանից գիշեր մենք այս ժողովրդի մեջ ենք, մենք ենք տեսնում, թե ոնց է այս ժողովրդի մեջ այդ ատելությունը, ոնց է այդ ատելությունը իշխանությունը, բառացի այսօր գալու 15 րոպե առաջ բարև ձեզ, սրանց երբեք լարելու, բանը իշկա չկար էր, չէ՞ մի ժամանակ հայ ժողովրդի ամենատարածված հարցը, հիմա ամենատարածված հարցը, պատասխանատու ասում եմ, սրանց երբեք լարելու։ Որն է ձեր պատասխանը։ Երբ որ ոչ թե ասեք սրանց երբ եք լարելու, այլ երբ ենք լարելու, կստացվի։ Պարոն Մանուկյան, բայց դրանով ձեր առաքելությունը որպես ընդդիմադիր ուժ, որը ունի որոշակի լծակներ, չի ավարտվում։ Դուք ասում եք պայքարում եմ ազգային ժողովում, մեր պայքարը շարունակվում է եւ այլն, բայց ձեզ նաեւ մեղադրում են, ձեզ ասում են բարձր աշխատավարձով բոքսի տանձիկ եք դարձել ՔՊ-ի համար, որոնց վրա ուղակի ուժ են կիրառում իշխանությունները։ Այդ երկու ասածն է, չէ։ Մալյանն է, այո, նման ձևակերպում տալիս։ Գլուխը պատով է տվել։ Ոնց որ Ալեքսանդր Վահագինը ասել, Իրանն էլ ասում, գլուխը պատով է տվել։ Ավելի, այսինքն Պարոն Մանուկյան, բայց մարդիկ տեսնում են, որ գնում եք ծեծում են։ Մալյանն իր ամպլոյի մեջ է, ոնց այն ժամանակ ոստիկանությունում էր, հիմա էլ է այդ ամպլոյի մեջ, այսինքն բան չի։ Այսինքն մեկը ինձ ասում է լուրջ է համարում, դուք եք ազգային ժողով։ Այսինքն մեկը ինձ կարող ասի, որ դու բանը լեզուտ այնտեղ ատամներիդ հետև դա ռիշ ես անում, խոսես։ Կողեմ աշկա 100-ատ օրինակ։ Այսինքն բանա, հաբում նստած սիգարով, վիսկիով նստած ընդդիմություն խաղալա, բոլորն էլ կարող են անել, բոլորը, վերակ չասի, որ նստել է, հա, գլխից վրա նստել է, պայքարել է, չի կոդրվել պատում, վերոնք էլ առոտանցքիշեր գնացել տեսել են, բայց այդ չի նշանակում, որ ձեզ կարող է ասել, որ դուք բոքսի տանձիկ եք դարձել ՔՊ-ի համար։ Հա, բայ, այսինքն հիմա երբ որ այդ նստելով վերոնք աստամյակներով են նստել։ Հապես պարոն Մանուկյան, էլ ինչ պիտի լինի, ձեզ ասում են, էլ ինչ պիտի լինի, որ դուք ձեր մանդատները, եթե չի ստացվում, չեք ուզում անվստահություն հայտնել Հանել Փաշինյանին, մանդատները դնեք, էլ ինչ պիտի լինի։ Նայեք, հարգելի ըրբիսիմը, ես ազգային ժողովի պատգամավոր եղել եմ 2006-2007 թվականներին։ Պետք է անկեղծ ասեմ, երբ որ մերոնք ինձ զանգեց, մի անգամ դիմումը գրեցի կենտրոնական, որ հրաժարվում եմ, հանգիստ եկա երկիր մեդա երեխեք ասի չեմ գնում խորհրդարան, հետո այնպիսի իրավիճակ եղավ, որ եթե ես չգնայի, խնդրարույց իրավիճակ։ Ձեր դեպքում ես հավատում եմ, որ դուք կարճած չեք մանդատից, բայց կան պատգամավորներ, որոնք այդպես չեն մտածում, պարոն Մանուկյան։ Ես հերթով ասեմ անունները։ Ասեք, ովքեր են պատրաստ։ Բոլորը։
Ես հիմա դրանք կգա։ Գիտեք, եւ ասում են, հա, Հիմա դրանք կգա։ Գիտեք, հələ բայց հələ ժամանակը չի, բայց հələ կարևոր բան կարող է լինի, բան։ Հա, ես նորից եմ ասում, հա, տեսեք, ես ձեզ միշտ այդ օրինակն եմ բերում։ Նիկոլին մի ժամանակ գույք հարկի հետ կապված քննադատում են, որ դու խեղճ տատիկին ասում ես Երևանի կենտրոնում տունը ծախի գնա ծայրամաս ապրի։ Լավ չլներ այդ դիմությունը։ Այդ հարցը ի վերջո մեր բարձրացած հարցի արձագանքն էր։ Այն տեսեք, գիտեք, այն ասպա կողքից խորհուրդ տվողը միշտ բան է, հեշտ է։ Հարց ու պատասխան իրականում մեր համար հետի կռիվ է։ Եվ իրականում այդ հարց ու պատասխան կոչվածը Բայց ինքն է կրած դուրս գալիս այդ հարց ու պատասխանից, պարոն Մանուկյան։ Ոչ, ամեն հարց մեծամասամբ Փաշինյանը ձեզ կանգնում է ձեր դիմաց ասում է կներեք, ասում է համբալներ։ Նախ մեր ներկայությամբ չի ասել, Հա դուք գնալուց եք եղել։ Բայց մեր ներկայությամբ տեսեք 100 անգամ այդ վեճերը 100 անգամ ինչեր են ասել։ Մենք 100 անգամ ինչեր ենք ասել։ Ձեր ձայնը այդքան լսելի չի։ Մարզերի բնակիչները հեռուստացույցով տեսնում են ձեր ձայնը լսելի չի։ Իրենք են միկրոֆոններով։ Իրենք միկրոֆոնը ձեր անջատում են, իրենք ինչ ասես ասում են ձեզ։ Ասեմ նաև ինչն է խնդրեմ։ Հիմա ոչ թե գործընկերներից լրագրողներին եմ քննադատում։ Իրականում միշտ ազգային ժողովում նաև շփում են։ Երեխեք ասում եմ դուք միշտ այդին մեծ մասը իրականում այսօրվա լրագրության խնդիրներից մեկը։ Մեծ մասը այդ օթյակներում նստած չի։ Իրանք կոպի առաջ նստած են Օթյակում ձայնը այդքան լսելի չի, պարոն Մանուկյան։ Մենք ես վերևից շատ հաճախ ձեր կռիվներին ականատես եմ եղել, ես տեսնում եմ գալիս են այսպես տակից քացով են խփում ձեզ, այն մեկը բշտում է, այն մեկը հրում է, բան, այդ ենք մենք տեսնում, ձայները լսելի չեն օթյակում, երբ որ միկրոֆոնները անջատած է լինում։ Այնպես որ այստեղ լրագրողներին մի մեղադրեք։ Վերնագիր եք սարքում, վերնագիր եք։ Վերնագրերում մենք այն ինչը որ լսելի է լինում, իրենց միկրոֆոնների միացած ձեզ ասում են համբալ, լսելի է, դա ֆիքսում ենք ու գրում ենք Փաշինյանը ասաց համբալ։ Հեսա գալի ազգային ժողով տնանք համբալողը։ Ինչ եք անելու։ Ձեզ թվում է որ բանա այդ քաղաքական պայքարը կամ ոչ քաղաքական պայքարը չլիներ։ Հազար ու մի հարցով բացահայտումներ, հազար ու մի հարցով ելույթներ, դիմակազերծում, հազար ու մի հարց, ժամերով կարող եմ թվարկել, չլիներ այսօրվա Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հանրային այդ ատելություն ասեմ, անվստահություն ասեմ, այդպես հեշտ կլիներ։ Հա? Այսինքն կարծում եք ազգային ժողովի մանդատը միայն օգնել է Փաշինյանի դիմակը պատռելու համար։ Փաշինյանի գործողություններն են գնահատում հանրությունը, տեսնում են մարդիկ ինչ է խոստացել նախընտրական քարոզարշավին, ուր է բերել հասցրել։ Ես անկեղծորեն չեմ կարծում, որ ազգային ժողովի հա կարող են նպաստել դրան, որ մարդկանց աչքերը բացվի եւ այլն, բայց դուք նույն գործընթացը կարող եք անել առանց մանդատի։ Չէ։ Դա մի քիչ լայն սփռման բան է։ Վստահեցնում եմ որ չէ։ Բայց դուք մանդատը ստացել եք նրան հերացնելու համար, ոչ թե նրան նսելու համար։ Տվեք գլուխս չարթեք, գնդակար եք։ Չեմ կարած հեռացնեմ, հա։ Ինձնից ավել ոչ մեկ չուզենա այս երկրում Նիկոլին հեռացնել։ Ես հասկանում եմ նաև որ մեզ քննադատում են որ դուք չեք կարած հեռացնել։ Հասկանում եմ ամեն մի մարդու հայրենակցու մեր զինակցի ցավը, որովհետև իրենց այդ այսօր թիվ 1 նպատակը ասեմ, այս իշխանությունից ազատվելն է։ Ես մեր զինակից հազարավոր հայրենակիցների ցավը հասկանում եմ, որոնք օր ու գիշեր փողոցում են եղել, քաղմասում են եղել, բանտում են եղել ու տեսնում են, որ այդ պայքարի արդյունքում դեռ չենք հասել նպատակին։ Տվեք գլուխը ջարդեք։ Իսկ ինչ վերաբերում է մանդատին, տեսեք, այդ որ ասում են բարձր աշխատավարձ է, այդքան լավ էլի։ Բարձր է, բայց բան Հա, բարձր է։ Հա, ես եմ ազգային ժողովում ասել, մեր աշխատավարձը այսքան է, դիրքում կանգնած զինվորինը, կամավորականինը, պայմանագրայինն այսքան է։ Բայց նայեք, այսինքն այնպես չի որ այդ երազանքը հետա։ Ես ես դա օրինակ ասեմ, էլի, հիմա ոչ թե փողի բազարը, էլի։ Կհիշեք դիմադրության շարժումը։ Այո։ Կհիշեք որ ամիսներով բոյկոտում էր ընդդիմությունը, падգամավորները։ Բնականաբար խորհրդարանիստերի չէր գնում հանձնաժողովի։ Մենակ չասեք այդ ընթացքում աշխատավարձը որ պատժել են ու չեն տվել։ Չէ ոչ թե պատժել է, այդ օրենքի պահանջը։ Հա։ Նիստերի որ չես գնում, դրա համար աշխատավարձի օտարապես 60%-ը չես տանում։ Զղջացել եք։ Հա? Զղջացել եք։ Զղջացել է։ Չէ, հա, ինչ զղջալ։ Մեր պայքարներ։ Մենք համոզված էինք դրա մեջ։
Մենք համոզված ենք դրա մեջ։ Հարցը փողը չի, լուրջ եմ ասում։ Բա հենց այդ է խնդիրը, պարոն Մանուկյան, հիմա պատգամավորները 850,000 դրամ աշխատավարձ են ստանում, հիմա մի քանի ամիս որ փողոցներում, ասենք, բան եք կազմակերպել ու դրանից աշխատավարձը ձեր պահվել է, դրանից ասենք ինչ է եզրակացրել։ Որ ամեն անգամ բարձր աշխատավարձ։ Դե բարձր ասում են բարձր է, կողոց է դրա, պարոն Մանուկյան։ Լավ բարձր։ Նայած որ աշխարհում երկու հեշտ բան կա, ուրիշի գեր բարի փող ասվել, մեկ էլ գիտեք։ Բայց լրագրողները մասնավոր սեկտորից են հիմնականում վարձատրվում, ձերը մեր հանրային փողերն է, մեր հանրության փողերն է, դրա համար ենք մենք ձեր փողերի հետևից եկել։ Հա, հաշվեք։ Անջը Գեղամանուկյանից, ասեք օրինակ ամսվա մեջ ամեն ամիս հարցում արի, ամսվա մեջ քանի անգամ ես գնացել մարդ, քանի քաղաքացու հետ հանդիպում ես ունեցել, քննադատեք, ասեք որ լավ չես աշխատում։ Ընդունում եմ։ Պարոն Մանուկյան, մի հարց է, երբ որ աշխատավարձը լավ ստանում եք, ասում եք, որ արդարացված է, որ դուք պատռում եք դիմակները եւ այլն, բայց չեք պատկերացնում, թե ձեր ընտրողների համար ինչքան վիրավորական է, երբ էկրանից էսկոմ տեսնում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի այդ բառամթերքը, որ այսպես ամեն կառավարություն աժը հարց ու պատասխանին գալիս նետում է, այլև, ասենք, ԿՊ խմբակցության քարտուղար Արտուր Հովհաննիսյանը ձեր գնալուց հետո միայնակ դստում է Թադևոս Ավետիսյանը նիստերի դահլիճում։ Լավ, ինչ է կպե Թադևոսն է։ Այդ պահին չէ, նրա խոսելու ձևը։ Որ նայեմ աշկերի մեջ լսեմ ինչ է խոսում։ Ես օրինակ չեմ կարողանում։ Դրա համար ասում եմ, բա Գեղամանուկյանը ելույթ ունեցավ, թողեց գնաց, շատացխում հələ բերես է գործ է տալիս, բա ոստիկանությունը մի հատ հետաքրքրվի կաբինետները չկարելի ծխել, Գեղամին չի ծխում։ Հոմազուխից չի։ Տեսնում ազգային ժողովի ամբիոն մտից ասում Թադևոս Ավետիսյանը, Ավետիս Թադևոսյան, բա այս տիպի խոսում, մարդը կանգնած լսում։ Լավ, հա, հետո այդ Արթուր ի՞նչ է, Հովհաննիսյանի մասին օրինակ, որ փողոցում հարցնում են, ի՞նչ կարծիք ունեն։ Կամիկադներ, բաներ կան, չէ, անօթաչու թռչող սարքերի մեջ տարբեր դասակարգներ կան, հետախուզական, հարվածային, կամիկադե, որ այդ թվում է ոչինչ անում է, պրծնում է։ Մի հատ վնաս տալիս ու պրծնում է։ Հետո դրա մասին էլ ոչ մեկ չի հիշում։ Պարոն Մանուկյան, այս ամենից հետո, երբ որ ազգային ժողովում տեսնում ենք ինչ են անում ընդդիմության գլխին, երբ որ տեսնում ենք վարչապետի կինը Facebook-ում ինչ է անում հասարակ քաղաքացիների գլխին, էլ խոտակեր անասուն, բառաջ, ոչիլ, ես ամբողջ այս ցանկը չեմ կարող հիշել, թե ինչեր է ասում քաղաքացիներին, որոնք քննադատության այսպես ալիք են սկսել չընդունելով վարչապետի քաղաքականությունը եւ նրա կնոջ այս ամբողջը, երբ որ այսպես գումարվում է, չի ահագնանում վարչապետին իշխանությունից հեռացնելու ցանկությունը, չհաշված մնացած այն ավելի կարևոր, ավելի երկրի վիճակը վատթարացնող սխալները։ Հիմա ձեզ ասում են, եկեք հեռացնենք իշխանությունին անվստահության հայտնելով գործընթաց սկսելով։ Առաջարկեցին հենց ձեր ասած, որ ասացիք մեր շատ սիրելի Արշակ Սրբազանը։ Արշակ Սրբազանի թեկնածությունը։ Տեսեք, բանը գործ խաղալու չի էդի։ Այս մեկ Արշակ Սրբազանին հարցրել, Սրբազանը։ Չէ, ասած չեմ հարցրել Վալյանը։ Դե լավ։ Օրինակի համար։ Այսինքն օրինակի համար, թող օրինակի համար Սասունցի Դավիթի հարցանին առաջադրի։ Մենք ի սկզբանե այդ հարցում հստակ ասել ենք բոլոր հիմքերը կա Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու, բայց այդ գործիքը առայժմ լիարժեք օգտագործելու հիմքը չկա։ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց մենք սկսել ենք, մեր ընկերները սկսել են, երբ որ դեռ խորհրդարանում չենք եղել։ 20 թվականի դեկտեմբերից 20 Արտուր Մինասյանը դատախազությունում ամեն շաբաթ հաղորդում էր տալիս հանցագործության մասին, միացավ Արթուրը Ղազինյան։ Բայց դա անվստահության գործընթաց չի, թեկնածու առաջադրել չի։ Դրանք տարբեր բաներ են, գործիքներ են։ Մեր ժամանակ այդ թեմայով ափսոս այն որ քաղաքացիների ցուցարարությանը Էդգար Ղազարյանը եկավ 5 րոպեում հանգամանալից բացատրի, որ հարգելի Էդգար, մենք ասել ենք պատրաստ ենք, մենք ասել ենք բոլոր հիմքերը կա, այդ գործիքը չկա, գործիքի մի մասը նշանակում է 8 ստորագրություն, որին հետո միանանք, դեռ վստահել չենք դրանից հետո հաջողելու ենք, թե չէ, նաև տեսնելով իրավիճակը, տեսնելով ԿՊ-ի շրջանակում որքան էլ իրար միսենուտում ներքի խմորումներ կան, մի հատ կողքից որ վտանգը տեսան, միանգամից դառնում են կուր կառույց։ Բայց ասել ենք պատրաստ ենք ախպեր ջան։ Թեկնածու չունենք։ Թեկնածու էլ ունենք, թեկնածուներ ունենք շատ, բայց ասել ենք գործիքը կիսատ է, ախպեր ջան։
գնա այդ գործիքի կիսատ մասը լրացրու, ամբողջացրու, մենք էլ միանալ գնանք առաջ։ Բա որ իրանք պիտի անեին էլ ինչ, հենա իրանք մանդատ կստանային։ Այսինքն ի՞նչ է նշանակում։ Դուք ասում եք հալա մենք ստեղ Իրականացնել ազգային ժողով գնացեք, գաղափարը հենց որ հարցը ճաշը կեփեք, բան տենց վերջում կգամ շերեփով գաղափարը մեզնից բենզինը ձեզանից, մենք էլ ասում ենք ախպեր այդ բենզինը լցնելու ձագարը դեռ չկա։ Դու գաղափարը ունեք, այդ բենզինը լցնելու ձագարը դեռ չկա, երբ որ ձագարը կամբողջանա, կիմանաս որ բենզինը չես թափելու, այլ լցնելու ես բենզաբակի մեջ, պատրաստ եք այդ բենզինը լցնել։ Պարզ է, պարոն Մանուկյան, իրականում քանի որ դուք շտապում եք եւ կարճ ժամանակ ունենք այսօր հաղորդումը ավելի արագ պետք է ամփոփենք, ես շատ կուզենամ, որ ձեր տեսակետը լսեմ փողով բանակից ազատվելու այսպես կոչված հանրության ավելի հայտնի է այդ անունով զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի փոփոխությունների նախագծի հետ կապված, որը Հայկ Սարգսյանն է հեղինակել, այդ նախագծով փաստորեն առաջարկվում է, որ մարդը կարող է 6 ամիս ծառայել եւ 15 միլիոն դրամ վճարել, չէ՞ կապը։ 4 ամիս, այնքան խճճվեցին դեռ։ Ահա, գուցե, այն նախագիծը, որ տեղադրված է ազգային ժողովում, ամենայն դեպս 6 ամիս է այնտեղ նշված, գուցե հետո քննարկումների ընթացքում որոշել են փոփոխել, ընդհանրապես փողով բանակից ծառայությունից ազատվելը, աղքատների բանակ ստեղծելը, ինչ է տալու ընդհանրապես ու ինչի համար են ուզում լուսամտցնել։ Ոչ մի բան չի տալու, իրականում, այսպես ասեմ, ընտրական փուլի նաև գործիքներից մեկն է։ Եկան հիմա որ ասում եք Նիկոլին եմ ասել, կառավարության գործունեության կարծեմ քննարկման ժամանակ, որ 21 թվին փսփսոցով բամբասելով ժողովրդի մեջ հույս էիք տալիս, որ այ տեսեք բանակը սարքելու ենք 1.5 տարի, քանի տարի անցել է, ուր է այդ 1.5 տարի, որովհետև իրականում կան գործոններ, որոնք թույլ չեն տալիս այդ ծառայությունը 1.5 տարի դարձնել։ Իրականում սա սահմանադրության դեմ է։ Եվ այնպես ա եղել, որ երկու հանձնաժողովի նիստ տապալվել է, մեկը մեր ներկայացության պատճառով տապալվեց, մեկը ուղղակի բան էր Հայկ Սարգսյանի հետ քաշեց, սահմանադրության դեմ է։ Այս նախագծի հիմնավորումը, որը տալիս է իշխանությունը, դե մեկը այսպես այնպես հարուստների երեխեք ազատվում են։ Այո, քաղաքացիությունից հրաժարվել է վերջին 4 տարիներին։ Ասում մեկը առողջական պատճառով թղթեր է սարքում, ուսումնական ծրագրեր եւ այլն, այսինքն հաստատում է իշխանությունը, որ իր 7 տարվա մեջ այդ կոռուպցիա ասածը չի վերացրել։ Ես էլ ասեմ վերացրեք։ Դրա համար էին վերը ձեզ։ Դրա համար էին ձեզ ընտրել։ Վերացեք։ Ցեք կարում, փողեք վերացնողներ գտնվեն։ Կա եւս մի բան։ Բանակի դեմ այդ ամբողջ արշավի մեջ եւս մեկ հուսախաբություն է։ Կա ուղղակի անմտածված, հիմա որ հանձնաժողովի նիստը կարծեմ ամսինի Պապիկյանն է որ գա։ Տեսեք, դարձրել են բազար, կառավարության նիստում են օրը։ Բանը սոդմի աճուրդը գլուխը պատով էր տվել։ 20 միլիոնը սարքեք 24 միլիոն, 15 միլիոնը 18 միլիոն, кто больше, кто меньше, այսինքն մի հատ խայտարակ 37 տարեկան դարձրեք զինապահությունը, Պապիկյանը չէ, 32 տարեկան, այսինքն որևէ ձև չմտածված, ձեզ ասեմ, այս հարցում որտեղ շատ ակտիվ եմ, ոչ միայն այս հարցում, նույն բանակի հետ կապված ցանկացած հարցում, ատեստացիայի հարցը, որ այդ գլուխ են գոհ մենք հիմա աշխատավարձը բարձրացրել ենք, սուտ են ասում, իրանք մի հատ ընտրյալների խավի բանակում բարձրացրել են աշխատավարձ, ամբողջ տորի խավը բանը։ Եթե ատեստացիա անցնեն, մեկը էլի չեն փոխվելու։ Չէ, որովհետև խնդրեմ կա։ Չեն կարող անցնել։ Նայեք, 3 ակցիա նստել, գնում եմ քանակեր։ Վարորդը հստակ զգում եմ որ զինվորական է, էլի, որտեվ ատեստացիայից է խոսում, այսինքն իրար հետ մասնագիտական խոսում ենք։ Հա, չի անցա ատեստացիան, ինքն է խոր մասնագիտացված ծառայության մեջ է։ Չեմ ասում, որ հետևից չգներ։ Խոր մասնագիտացված ծառայության մեջ է։ Որի պատճառով, այսինքն ֆիզիկական լավ տուրնիկի վրա տասած ժիմ չի կարող անի, բայց իր գործի մեջ փայլուն է աշխատում։ Բայց դրա համար աշխատավարձ չի բարձրացվում։ Երեք խփի պատգամավորություն մենք բարձրացրել ենք աշխատավարձը եւ լավացրել ենք սնունդը։ Հիմա տեսախցիկների այն կողմը ծնողներ են, զինվորներն են, որ չեմ ասում վատնա է, ես խփայական պատգամավոր չեմ որ ասում, այ խեղճ երեխեք մայկատրոսիկ ու ուտելիք չեն ունեցել, բայց տղեկ, ախր նույն պոստում այն ինչ որ ուտում եք, դուք դժգոհ եք, չէ, բնականաբար դժգոհ կլինեք, որովհետև ձեր տան մամայի, պապայի սարկած ճաշը չեք ուտում։
Բայց դա զինվորական ծառայություն է, հիմա այո կարելի է բարելավել, այո արտլանչերով բանը սարքեցին ճաշարաններ, որտեղ սկուտեղով ընտրություն էին կատարում, բայց դա հակաբանակային բան կար։ Հələ մի հատ նայեք սպայի աչքով, հրամանատարի աչքով, երբ որ 20 րոպե ժամանակ է հատկացված ուտելու, երբ որ զինվորը գալիս է, ինքը ընտրում է խոզի չալաղաջ թե հավի բուտ, այդ արդեն վարքյաններ են, որ անցնում են։ Մեկ է չալաղաջը պրծնում են, մյուսները Իսկ եթե լինի մի հատ տուշոնկա կուտեն, այդ մի Այդ մյուսները ստիպված են հավի չալաղաջը ուտել։ 20 րոպեն անցնում է, բարձը չի վերջացնում ճաշարանը։ Տեսանք ցավոք սրտի պատերազմի ընթացքում այդ նույն ճաշարանները, որ սարքել էին, նույն ազատագրված տարածքներում մի վարքյանում կորեցին, բայց այդ Վայրը Պալիվայը կուքն է ռազմական դաշտային ճաշարանների կարևորությունը նոր հասկացան ինչ էր։ Ապշինի կարծեմ հանձնաժողովում նիստ է լինելու, կռիվը տալու ենք մինչև վերջ եւ իրականում ասեմ տպավորություն չլինի, որ մարդկանց չհետք Առաջի վաղ առավոտյան Իսպանիայի զանգ եմ ստանում, մի 2 օր առաջ գրել էր, համարս խնդրել է, որը ունի որդի, որը իր մտահոգություններն ասում, այդ սոցիալական անարդարությունից սկսած վերջացած այդ գումարների տարբեր հարյուրավոր նամակներ եմ ստացել Ռուսաստանից, նույն Հայկ Սարգսյանի այդ նախագիծը որ կա 15 միլիոնով քրեական հետապնդման, այն ժամանակ ասում են ժողովուրդ ձեզ թվում է Ռուսաստանում աշխատող հայը միլիարդատեր է, հարյուրավոր նամակներ որ պարմանության 15 միլիոնը բերնով ոչ եք ասում եք չարչարվում է 15 միլիոնը, այսինքն չեն ասում որ փողով ընդհանրապես չի կարող այդ ծառայությունը կշերքի նժարի վրա դնել, մեկը իր կյանքն է վտանգի վերաբերում է քրեական հետապնդումից ազատվելու տարբեր պատճառներով որ գնացել է։ Բայց տեսեք Հայկ Սարգսյանն է որոշ հիմնավորումներ բերում է, ասում է զինվորական ծառայությունը խնդրահարույց է, քանի որ մեզ մոտ երկարատև է։ Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում ծառայությունը ավելի քիչ է, քան Հայաստան, տևողությունը 24 ամիս չէ։ Հնարավոր է դա կրճատել, չգիտեմ, փոփոխություններ անել այս Իրականում թեմա է, որը նաև ունի ազգային անվտանգության եւ գաղտնիության տար։ Ես զարմանում եմ, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդուրժում է այս ամեն ինչը։ Որովհետև իրականում որ թվեր են հրապարակում, թե ովքեր են ես շատ քաղաքացիությունից հաճախ բռնում եմ մտքի վրա հոբ գեղամ սրանից ավել ասելը արդեն վտանգի, որտեղ վարտական հերթապահության իրականում այսօրվա վիճակը որ նկարագրենք դա ողբերգությունը հասկանում եմ քաղաքական այսպես ասեմ դիվիդենդի առումով այս իշխանությանը քննադատելուց մինչև վերջ կգնայի, բայց նաև հասկանում ես որ գործ ունես թշնամական երկրի հետ, բայց կրկնում եմ, այս իշխանության ժամանակ, այն ինչ որ այսօր կատարվում է մարտական ծառայության մեջ, դա ուղղակի բանակի փլուզում է, ինձ սպաները շատ լավ կհասկանան, որոնք այդ իրան 18-20 տարեկան զինվորների ծնողն են այդ 2 տարվա, թե ինչ խայտարակ այսպես հավասարություն կամ դիսբալանս կա այսօր մարտական հերթապահության մեջ 2.5-3 ամսով տղեկը մարտական հերթապահություն հիմա որ ասում են ինքնասպանություններ եւ այլն նայեք պատճառներից մեկը դա է մենք 3 օր մի սենյակում ապրենք իրար կոկորտ կկրծենք 3 ամիս նույն մարտական հերթապահության մեջ այն օրը նոր զորացրված տղեկից մեկն է պոլիտեխնիկում սովորող տղա է մեր պատգամավոր Քրիստինե Վարդանյանին մի ամբողջ բաներ ուղարկել վերլուծություններ ուղարկել թե խնդրում եմ Գեգամ Մանուկյանին փոխանցեք զանգել եմ սովորական շարքային զինծառայող տղա է եղել կարդում ես ամբողջությամբ մասնագիտական վերլուծելա թե ինչն է խնդրեմ դիրքում է քնելու վերակացի բանի ամբողջությամբ վերլուծել է խելացի տղա պոլիտեխնիկ սովորող տղա է Եկին ահավոր խնդիրներ կան, ահավոր հիմնախնդիրներ կան։ Այս տարբերակով չպիտի լուծվի, որը որ առաջարկվում չի կարելի անհավասարություն դնել ով է հայրենիքի առաջ ծառայություն մատուցում։ Միևնույնն է ասում են դրված այդ անհավասարությունը ոնց էր վերացվի։ Վերջերս հարցազրույցներից մեկում մի պատմություն եմ պատմել ձեր օպերատորը Փարքացի երկիր մեդիայում աշխատել։ Տարիներ շարունակ երկիր մեդիայի փողոցը այդ Ալվա դովերի խանութների փողոցն էր։
ու բոլորը գիտեն, որ անիվ ենք հավաքում։ Երկի մեծ ամբողջ բակ անիվը հավաքում ենք, զանգում ենք Զորամասի հրամանատարի, մեքենան ուղարկում են, բարձում ենք դիքը։ Ու երկի մեդիայում բոլորը գիտեն, ամեն անգամ ասում են, սկզբից բարձում են բանակ չծառայողները։ Այդ կարող եմ ժամով ներկայացնել, թե այսօրվա վիճակի բարելավման համար ինչեր կարելի անել այդ հոգեբանությունը փոխելու, մարդու վստահությունը զինված ուժերի նկատմամբ մարտական ծառայության հպարտությունը վերականգնելու համար։ Իրականում այսօր ամենամեծ խնդրեմը վստահության եւ նաեւ հեղինակության հարցը, այսինքն բանակ չծառայողը այլևս դառել է այդ հասարակության մեջ լավ էլ հարգի տղա, երբ որ առաջ կամաչեին, որ ասեի բանակից ազատվել եք։ Պարզ է։ Շնորհակալ եմ, Շնորհակալ եմ, Պարոն հրավերին համար։ վերջում ամփոփելով զրույցը, ուզում եմ ճշգրտումներ անել։ 2026-ի ընտրություններին եք սպասում դուք։ Չէ։ Ինչ Հետ որ հիմա գործը- գնում եմ ես աշտարակ ժողովի, աշտարակության ժողովը, Ինչ է որ դա։ օրակարգերից մեկը բնականաբար ինչ Փաշինյանը։ քայլեր պետք է անենք։ Չէ։ Այս նայեք, այդ անտեր պարլամենտը երազ չի, այսօր երկիրը կկորցնի։ Բոլոր գործիքները պետք է օգտագործել, բոլոր, օրինական։ Համախմբվելով, բայց դա պիտի լինի, չէ՞, գոնե ընդդիմադիր դաշտի համախմբումով։ Այդ բան չի, համախմբումը արհեստական չի լինում։ Երբ որ ճակատագրական վիճակ ալում, տեսնում եք, որ բոլորն էլ ամեն ինչը մի կողմ Հիմա ծավալել էլ է ճակատագրական, բայց դուք հələ փոր եք թափում Սերժ Սարգսյանի աջակիցների Չէ, հետ։ այդպես չի։ Նախ այդ ասեմ ամեն իրավիճակում ինչ որ նոր իրավիճակներ են, նոր կոնֆիգուրացիաներ են լինում, բայց կրկնում եմ, ամեն ինչ պետք է արվի։ Ես այդպես եմ Պարոն, ապրում։ եթե ձերոնք հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանին բերել է Սերժ Սարգսյանը, իրենք նույն սանրի կտավն են եւ այլն, ես անկեղծ ասած այս մթնոլորտում համախմբում չեմ պատկերացնում։ Կարևորը Նիկոլ Փաշինյանին հեռացնելը, մնացածը բանա։ Ձեր համար կարևոր չի ով է նրան բերել։ Չէ, բնականաբար կարևոր է այնքանը, որպեսզի պատկերացնես ոնց ավելի լավ կարող ես պայքարել Նիկոլ Փաշինյանի, բայց այստեղ նաև կա բազմաթիվ գործոններ։ Սերժ Սարգսյանի մեղքը կա։ Մեկ տպավ, այսինքն այս բանավեճում ով բերեց Նիկոլ Փաշինյանին, գիտեք, մի հատ երևույթ կա, որի վրա գրեթե ուշադրություն չեք դարձնում։ Այսինքն այնքան զզվելի է դառել Նիկոլ Փաշինյանը, որ այսօր Հայաստանում չես գտնում մարդ, որ ասի ես միտինգին եմ կանգնել, ոչ թե բերել եմ, այլ միտինգին եմ կանգնել։ Այդքան զզվելի է դառել, այդ ամենամեծ բանն է, ցուցիչն է։ Ամոթ է արդեն համարվում։ Այսինքն ինչ ատելի պետքա դառնաս հասարակության մեջ, որ այլևս ես չտեսնեմ որևէ տաքսու մարդ, որ ասի ախպեր գնացել եմ միտինգին են, այդ օրերի տաքսի քշելուց ասում եմ բանա, Նիկոլը լավն է։ Դուք շրջանցեցիք դիվանագիտորեն Սերժ Սարգսյանի հատվածը, չհասկացա մեղադրում եք իրեն ինչ որ բանում, թե չեք մեղադրում, սխալ էր արել, թե չէր արել։ Նայեք, ես իրեն հետ եմ խոսել, այսինքն ամեն մեկը յուրովի է պատկերացնում այդ քաղաքական պայքարի մեջ ոնց կարելի էր ամբողջը ուղղել։ Իմ համար ուղղակի անհասկանալի էր ընդհանրապես նույն ռադիոտուն մտնելը ու բազմաթիվ հարցեր, որի մասին իր հետ եմ խոսել։ Պատասխանները ձեզ գոհացրել են։ Այդ մեր անձնական զրույցն է եղել։ Չեք հրապարակում։ Մեր անձնական զրույցն է եղել ու երկի մեդիայի աշխատողներից մեկը պատերազմից հետո էր ասել, Գեգամ ասեց, առաջի պահին որ դու մտար լրատվական սենյակ բանավոր թելադրեցիր լուրը, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, ասեցիր անվիզիբլ սարքեք միջև պաշտոնականանց, բա դուրս եկա, դե բնականաբար ուրախության ձեր բան, ասկա դուրը բացեցիր, ասեցի դուք դեռ փոշման եք սրա մասին, ասել, ինչի է, ոնց գիտե, ասամ գիտես, ես 15 տարի Նիկոլին տեսել եմ, էլի, մեր լրատվական դաշտում եթե կոռուպցիա եղել, տեսել ենք ով է հիմնադրել։ Թող սրտի փոքրամասնություն են եղել։ Պարզ է, խմենք, պարոն Մանուկյան։ Լավ լինեք, շնորհակալ եմ հրավերի համար, ես շտապեմ իմ դաշնակցական ժողովին։ Ես եմ շնորհակալ այսօրվա զրույցի համար, պարոն Մանուկյան, մի րոպե մի հատ փակում անեմ, նոր գնացեք գոնե։ Ընկանը շտապում դուրս էր գալի։ Ես եմ շնորհակալ պարոն Մանուկյան, այսօր այսքանը, սիրելի հետևորդներ, ես խնդրում եմ, որ անպայման բաժանորդագրվեք Patreon-ի եւ մեր ալիքին շնորհակալություն, որ դիտում եք, կհանդիպենք մյուս շաբաթ, ցտեսություն։